Տաթև Ասատրյանի մոսկովյան մենահամերգի ամենատարբեր կադրեր շարունակում են լայն տարածում գտնել համացանցում։ Դրանցից մեկն էլ Նժդեհի մասնակցությամբ հոլովակն է, որտեղ երևում է, թե ինչպես են երգչուհին ու Նժդեհը ժամանում մեծ համերգասրահ։ Խոսելով կարիերան քավր կատարումներով սկսելու մասին, երգչուհին պատմել էր. 2016 թվականներ մտահղացումը Նարեկինն էր, ինձ համար քավրնել է համարվում պրոֆեսիոնալ ու կապ չունի, որ դա ուրիշի երգ է, իմ կոլեգաներն են, իմ ընկերներն են, ես նորմալ փող ոչ մի կլիպի վրա չեմ ծախսում։ Առաջինը Նարեկն էր երգ գրել, իմ առաջին տեսահոլովակի վրա ծախսել ենք ընդամենը 100,000 դրամ, այդքան ունեինք, ես ԱԼՄ-ում եմ եղել, ամենտեղ եղել եմ, ինձ ինչ հիշում եմ, երգում եմ, 4 տարեկանից երբ արդեն խոսել գիտեի, մաման ուղարկեց Դորեմի Նադյայի մոտ, հետո 5 տարեկանից գնացի Տիգրան Կարապետյանի մոտ։ Իմիջիայլոց տարածվել են շատ վիդեոներ, որ ես փոքր տարիքում ԱԼՄ-ում երգում եմ կարմիր թշերով, բեղերով, տարիներն են։ Առաջին աշխատածս գումարը երգով եղել է 5,000 դրամ։ 13 տարեկան էի, քաղաքապետարանից ինձ կանչեցին, կոլեկտիվով հավաքվում էին, միջոցառում կար, որ պետք է երգեի։ Ասացին Տաթև ջան, ինչ գումար նախատեսենք, ասացի 5,000 դրամ։ Դա շատ մեծ գումար էր ինձ համար եւ այն տարիներին 5,000 դրամը արժեք էլ ուներ։ Գնացի, երգեցի, արդեն ժամը 9:30 էր։ Մամայիս էլ ասացի գնում եմ այսօր փող աշխատեմ երգելով։ Օրը վերջացավ, ասացի ես հիմա պիտի գնամ տուն, խնդրում եմ ինձ ճանապարհեք։ Ասացին գնա Տաթև ջան, հարցրի բա գումարս, ասացին դե մի օր էլ մենք քեզ պետք կգանք։ Ռեստորանից դուրս գալիս շատ տխուր, վիրավորված, քցված, խաբված էի։ Միջանցքում մտա վերարկուների սենյակ, բավականին պիջակներ կային կախված, որևիցե մի գրպանից գտա դրամապանակ, վերցրի իմ 5,000 դրամը, դրեցի հետ այդ դրամապանակը ու գնացի տուն։ Պատվի հարցեր ես մամայիս ասել էի, որ փող եմ գնում աշխատեմ, բայց ես ազնիվ եմ եղել, իմ 5,000 դրամն եմ վերցրել։ Մեր տան միակ աշխատողը ես եմ եղել, առաջին աշխատածս երգելով չի եղել։ Բերքահավաքների էի գնում, լոլիկ էի հավաքում, մի դույլ էլ բերում էի տուն։ Խոսելով անձնական կյանքի ու երեխաներ ունենալու մասին, Տաթևը նշել էր. ժամանակ չկա հիմա, ես երեխա եմ դեռ մի քիչ մեծանամ նոր, կլինի անպայման։ Հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ, չէ։ Առաջինը ունենում ես, ասում եմ, բա երկրորդը երբ ես ունենալու, չունես, հարցնում են երբ ես ունենալու, դրա օրն էլ կգա, ընդգծել էր երգչուհին։ Իմ հասակը տարիների փորձ ունի, ամեն տարին իրեն պատմություն ունի, խոշոր դեմքից ամեն ծալքն իր դառն ունի, ծերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի, խոշոր դեմքից ամեն ծալքն իր դառն ունի, ծերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի։ Մանկությունից անցա երկար ճանապարհ, դպրոցում եմ խելագար, դաժան դեմքից ամեն դեպի գուճար, մի խոսացնեք, ես գդառնամ խելագար, դաժան դեմքից ամեն զարդին դառնունի, մի խոսացնեք, ես գդառնամ խելագար։ Ձյաձ Արտուր, Աջա, չերգենք, երկենք։ դե լա մաժորից չարգա, գնացինք։ Ղարաբաղի զմրուխտ հավքերի մծանոտ, յարիս բարև տարեք հենց այս առավոտ, գեղեցկուն են մեր նոր հասարերի, աչքս շամփիր, սիրտս կար
եկեք Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինձ համար Երևանի սիրուն աղջիկ ունքերդ կամար Հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար Ինձ պես սև ու հես սիրուն յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Սև ու հես ջահել յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դատուն ես Like